Երբ ես մանուկ էի, հայրս ինձ մի բան ասաց, որ երբեք չեմ մոռանա. երբ ծնվեցիր, լալիս էիր, իսկ աշխարհը ցնծում։ Ապրիր այնպես, որ երբ մեռնես, աշխարհը լա, իսկ դու ցնծաս։ Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ մոռացել ենք, թե որն է իրական կյանքը։ Մենք կարող ենք հեշտությամբ մարդուն ուղարկել լուսին, մինչդեռ փողոցում քայլելիս դժվարանալ մոտենալ մեր նոր հարևանին։ Մենք կարող ենք ամենայն ճշգրտությամբ հրթիռ ուղարկել տիեզերք, մինչդեռ դժվարանալ ժամադրվել մեր իսկ երեխաների հետ։ Թեև միմյանց հետ մշտական կապ հաստատելու համար մեր տրամադրության տակ ունենք էլեկտրոնային փոստ, արտապատկերման սարքեր և բջջային հեռախոսներ, բայց մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մարդիկ միմյանց հետ ամենաքիչն են հաղորդակցվում։ Մենք կորցրել ենք մեր մարդկայնությունը։ Մենք կորցրել ենք մեր նպատակասլացությունը։ Մենք ամենակարևորն ենք կորցրել, բաց թողել մեր տեսադաշտից։ Խնդրում եմ պատասխանեք այս հարցին. ով լաց կլինի, երբ դուք մահանաք։ Քանի հոգու կյանք եք փոխելու, քանի դեռ քայլում եք այս մոլորակի վրա։ Ձեր ապրած կյանքով ինչ ազդեցություն եք ունենալու սերունդների վրա։ Ինչ ժառանգություն եք թողնելու ձեզնից հետո։ Ես իմ կյանքում շատ դասեր եմ քաղել։ Դրանցից մեկն ինձ սովորեցրել է մի պարզ ճշմարտություն. եթե չես ազդում կյանքի վրա, կյանքն ինքն է ազդում քեզ վրա։ Օրերը վերածվում են շաբաթների, շաբաթները ամիսների, իսկ ամիսները տարիների, իսկ շատ շուտով ամեն ինչ ավարտվում է, և դու մնում ես զղջումով լի սրտով, հետադարձ հայացք գցելով ոչ լիարժեք ապրած կյանքիդ վրա։ Երբ Ջորջ Բեռնարդ Շոուին մահվան մահճում հարցրին, ինչ կանեիք, եթե վերապրեիք ձեր կյանքը, նա մի պահ խորելուց և հոգոց հանելուց հետո պատասխանեց. կուզենայի դառնալ այն մարդը, որը երբևէ չդարձա, թեև կարող էի։ Յուրաքանչյուր ոք, ով ներխուժում է ձեր կյանք, նպատակ ունի ձեզ դաս տալ կամ իր պատմությունը պատմել։ Յուրաքանչյուր ոք, ում հետ դուք անցկացնում եք ձեր օրերը, հնարավորություն է տալիս ձեզ ավելի կարեկցող ու քաղաքավարի դառնալ, դրսևորելով ձեր մարդասիրությունը։ Իսկ ինչու հավատարիմ չմնալ սեփական անձին և հնարավորության սահմաններում չանել այն, ինչը կնպաստի աշխարհն ավելի լավը դարձնելուն։ Իմ կարծիքով, եթե օրվա ընթացքում նույնիսկ մեկ անձի ստիպեք ժպտալ կամ բարձրացնեք նույնիսկ մեկ անծանոթի տրամադրությունը, կարող եք համարել, որ ձեր այդ օրն իսկապես արժեքավոր է եղել։ Բարությունը միանշանակ այն վարձն է, որը մենք պետք է վճարենք այս մոլորակում տեղ զբաղեցնելու համար։ Բարի օր ժողովուրդ ջան։ Քանի որ իմաստ թեվսելեր եմ, ականի ժողովուրդն ես բարև եմ դուշակ։ Ժողովուրդ ջան, բարև ձեզ, այսօր մեր մոտ շատ լավ օր է, մեր տրամադրությունները այսօր ոչինչ լավ է։ Բայց միշտ լավ է մեր տրամադրությունը, չէ՞։ Միշտ լավ է եղել ինչ։ Դե շարունակի սրեջ։ Ահա, բարևեցիր, ապրես դու։ Ուրեմն ինչ արեցինք ժողովուրդ ջան։ Այսօր նախ առավոտից Քսենյան մեզ վախացրեց։ Պատուհանը թեքությամբ որ բացել ենք, Քսենյան փորձել է այդ արանքից հախնի։ Հետո դե որ չի կարողացել, երևի փորձել է թռնի, ընկել է, թաթիկը ընկել է այդ բացված այդ փեղկի, այդ ներքևի հատվածը, թաթիկը այնտեղ ընկել, մարմինը օդից կախված։ Վերջը մի կերպ այդտեղից հանել էինք, ասեցինք տանենք բժշկի, տեսենք հանկարծ թաթիկը վնասված չլինի, ջարդված չլինի հանկարծ։ Խեղճ կենդանին տարանք, լավ էր, արագ ուրիշ բժշկի մոտ տարանք, այսինքն իր բժշկի մոտ տեղ չկար, էլի զանգեցինք ուրիշ բժշկի մոտ տարանք, որտեղ որ նկարում էին, էլի համ էլ տեսնեին որ կոտրված բան չկա։ Նենց էլ լավ բան էր, պրակտեինք։ Կլինիկա, շատ լավ կլինիկա էր, բոլոր հարմարություններով, շատ հաճելի, փիսոների տեղը սպասասրահը առանձին էր, շների համար առանձին էր, բայց դե մեկ այնտեղ մի հատ շուն կար, անդադ հաշվում էր, Քսենյան վախենում էր։ Վերջը տարանք, նկարեց, փառք Աստծո, չէր ջարդվել թաթը, աջ թաթիկներ, չէր
ցավ էր առել, իրանք սրսկեցին, ամել դեղ տվեցին, որ 5 օր մենք տանք ցավազրկող ոնց որ այդպես հեղուկ շպրիցի նման բանով էր, պետք է ասեց գերի մեջ կարակ լսնեք։ Վերջը Քսենիայի համար մեծ ստրես է, երբ որ բժշկի ենք տանում, նախ որ մեքենայով ենք տանում, դրանից ընդհանրապես դուրս ենք անում, այդ երթևեկության աղմուկից վախենում եմ միսյոները։ Հետո էլ այնտեղ արդեն որ անծանոթ տեղ ենք տանում, այնտեղ էլ մի պլյուս ստրես է, իր պայուսակից չէր ուզում դուրս գար, զորով ենք անել, կարճ ասած, ամեն ինչ նորմալ է, ետ ենք բերել, այդ ստրեսից հետո պարկել քնել է, հանգստանում է։ Մենք էլ այդ ընթացքում ճաշեցինք Աշոտի հետ ու գնացինք, գենթ հասանք, մոտավորապես ինչքան արդեն ամիս ու կես առաջ հեռուստացույցը սենց գունավոր բաներ էր, գծեր էր գցում վրան, որ միացնում էր Աշոտը, հեռուստացույցը հիշում եք, միասին ենք գնացել առել, մի տարուց պակաս, 10 ամիս առաջ ենք առել, վերջը, այդպես գծեր էր գցում, որ միացնում ենք, Աշոտն ասես տանենք, ետ տանք, որովհետև ես չգիտես հետո ինչ կրնի Ֆիլիպսերի դեպը։ Բերեցինք, նա այս նկարները ունենք, Աշոտ միացնելուց նկարել էր, ասեց, որ փաստաթուղթ, բան, ապացույց լինի։ Բերեցինք, տվեցինք, մեզ էլ գրավոր տվեցին թղթի վրա, որ հանձնել ենք, ապրիլի 3-ին հանձնել ենք, այդ տղան էլ ասեց, ամենաշատը 3 շաբաթում պատրաստ կլինի։ 3 շաբաթն անցավ, Աշոտն ասում էր գնանք հարցնենք, ես ասում եմ, դե որ պատրաստ եք կասեն էլի։ Վերջը ասեց իրանց հույսին թողնես, կարող իրանք բան չանեն։ Մի քանի անգամ մեյլ գրեցի, մի անգամ զանգեցի, այդ կինն ասեց դուք կարող օնլայն նայեք, ինչ փուլում է։ Ես էլ իրան գրեցի, որ օնլայն նայելը որ ձեզ գրել եմ։ Օնլայն ցույց է տալիս, որ հələ պետք է խանութը մի հատ բանակցի, խոսա բանի հետ, այդ կենտրոնի հետ, որտեղ որ տանում են գործանի, էլի Ֆիլիպսի, որտեղ որ ասենք տանում են փչացած ապարատները սարքելու։ Պետք է իրանք իրար մեջ խոսան, նայեն արժի շարունակել, ոնց որ շատ երկար է տևում արժի, 1/3 կողմին տան որ սարքի, թե ինչ անել։ Վերջը այդպես այդ մեյլի ես ուղարկեցի, բայց Աշոտն ասեց մեր ավելի լավ է գնանք տեղում խոսանք, ես ամեն ինչ պատմեմ, որ դուք էլ իմանաք, որովհետև բոլորն էլ կարա լինի, որ իմանաք դուք ձեր իրավունքները։ Վերջը այդ մեյլերից հետո այսօր նորից եկանք, 3 է վերջին մեյլը գրել, հստակ պատասխան չկար։ Այսօր եկանք նոր հենց այդ տղաները մոտ որ հանձնել էինք հեռուստացույցը, ինքն էլ նայեց, ասում է շատ երկար է տևում։ Ասեցի, ես ուզում եմ որ ասի քննարկենք գումարը ետ տակ կամ փոխարինել, ինքը ասեց, հա, ասեց, ես հենց հիմա գրում եմ մեր գլխավոր կանտորին, որ գումարը ետ տան, ասեց 48 ժամվա ընթացքում իրանք պետք է պատասխանեն, ես էլ ձեզ կպատասխանեմ, ասեց, հա, մենք կգանք ուրիշ հեռուստացույց կառնենք, մենք չենք ուզում էլ այդ հեռուստացույցը։ Հիմա տեսնենք, դրա համար ենք գնացել, այդ էլ ոնց որ մի քիչ հստակություն մտցրին, որովհետև մեյլերով գրում ես, այդքան մեյլերին մի հատ պատասխան էր եկել ու վերջն էլ ոչ մի բան չասող պատասխան։ Այդպես ժողովուրդ ջան, ասեցի ձեզ էլ ասեմ, որ իմանաք էլի ոնց է այդ ամեն ինչը, ամեն ինչից մի բան սովորում ենք էլի։ Հա, իդեպ շատ կարևոր բան, որ ինչա կարևոր մեյլ գրելը, որովհետև այդ ապացույցը, որ եթե ուզենաս, ասենք, եթե չստացվեր ինչ-որ բան իրանց հետ, մենք կարող ենք Բելգիայի սպառողների միություն դիմենք, այդ մեյլերը որպես ապացույց կունենանք, ամեն ինչը ապսաթեյ բան, իրանց պատասխանները, որ կարողանանք ինչ-որ բանի հասնել։ Այդպես ժողովուրդ ջան, այս ընթացքում եկանք հասանք մեր քաղաք, հիմա ուզում ենք մի հատ էլի ակցիոն մտնենք, նոր տուն գնանք, ինչ պետք է, հա, շուտը բան պետք է շուշաթուղթ անելու, հա, շուշաթուղթ, ոչ թե շուշաթուղթ անելու, աստիճանները սարքել է, բանը արել, չոր քսել, այդ զամասկաբանա քսել, հիմա պետք է մի հատ էլ նորից բարակ նոր շուշաթուղթով բան անի, որ ներկի։ Տեսենք հենց ներկելը ոնց են կազմակերպում, որ Քսենյան ասենք քնած լինի, բայց իլապ այդ շուշա չորանում։ Այդ չգիտեմ։ Բա, այդ չգիտենք։ Կարող է գիշեր էներգիան որ քնած լինի։ Բայց թոմա ներկի հոտը։ Կամ էլ ցերեկը որ ժամինա երկար քնեմ։ Ներկի հոտը գիշեր ոնց էլ չլինի, բան կանի, կլցվի մեր ննջարանները։ Քսենյանն էլ մենակ անձրևոտ եղանակներն է երկար քնում։ Ես կանին տեղ ունի։ Որ կողմ կանին։ Աչ կողմն է գնա որտեղ ուզում ես կանգնի։ Այդտեղ զադնով կանին, թե այստեղ կանին։
Այս ինչ է։ Չիլի յուղ։ Չիլի պղպեղա մեջ, ձեթի մեջ։ Այս էլ սենսորային լամպա։ Կոշտ են տակերը։ Նայենք այստեղ շտատիվ չկա, ընդհանրապես լինում է։ Չկա։ Ես իմ շտատիվը այստեղից եմ առել, բայց գցել եմ մի անգամ։ Այդ հոսանքի մեջ մտնելու բանը կոտրել է։ Հա, չէ, ես ուրիշ մնում։ Այս երևի մի 2-3 շաբաթ առաջ սրանից առանք, բայց կտրոնը երևի չեմ պահել, արդեն կոտրվել է այս, այնքան բարակ ու ամբորակը։ Կտրոնը հավես չեմ անում, որ թղթերի մեջ մանգանը գտնեմ, բերեմ ետ տամ։ Մի րոպե նայենք։ Սրանից չվերցնեմ, արժի, հա։ Միանգամից մի հատ էլ ուրիշ գույն վերցնեմ։ Ահա։ 6 հատ վերցնեմ։ Քանի աշոտը զբաղված է, ես գնամ ամաններին նայեմ, ինքը տանել չի կարում, որ ես աման եմ նայեմ։ Ահա, եկավ չհասցրի։ Ես մի հատ պահել եմ։ Մի րոպե մի հատ նայեմ ես ամանն ու կան։ Ունենք, բայց։ Սրանք ինչի համար է լավ։ Շատ խորը չի, բայց։ Մի րոպե։ Մի հատ ես կողմը նայեմ։ Հա, իսա քեզ սուրճի բաժակա շուտ, որ գույնն ես ուզում։ Սևը։ Անցյալ անգամ փաստորեն իսու մեր պահել եմ, բայց չեմ պահել։ Գցել եմ։ Ունեինք, գցել եմ։ Գնացինք։ Գնացինք։ Պատկերացնում եք, արդեն ակցիոնում էլ այնքան եմ մտել, այնքան եմ առել, ինչ ասես, որ էլ հիմա էլ չգիտեմ ինչ առնեմ։ Էլեմենտ վերջ պահին հիշեցինք ճշմարապարատի համար։ Այս մեծերից է, չէ։ Հա, բանի կամայից առնել լավ որակով։ Հա։ Ծել երկար բաներ։ Բայց սրանք էլ ահագին երկար երևի մի տարի ավել հերիքեց։ Ակցիոնից դուրս եկանք, մի հատ մտնենք Սիենա, հագուստի խանութ մտնենք մի հատ, հետո նոր սուպերմարկետ երևի մի հատ մտնենք, իրար կողքով են խանութները, դրա համար հերթով մտնում ենք։ Հավես շուրիկա չէ, ամառային 36 եվրո։ Կարմիրներ են դեռ։ Մի րոպե։ Կարմիր ինչեր է։ Իջեցումները մտնում։ Հա, արի գնանք նայենք։ Սրանք եվրո, սրանք։
30% սևը, դեղինը 50%։ Շապիկներ են։ Որը սրանք կանացի են։ Հա, դրանք կանացի են։ Իսրիկինը, ես էլ 30% զեղչ, այսինքն գներ առանց ակնոց չեմ տեսնում ասա։ 29 եվրո, 30 եվրո մինուս 30% զեղչ։ Հայ գնանք են կողմերը նայենք, լավ։ Եմիս տես տղամարդկասնա, հա։ Բայց խի աննայս տեի պոլոները բանը գրպանով են։ Մի հատ բեր առնենք սիրունա։ Ես փոքր առասմ էր էլը պտի մեզ, բայդի փոքր։ Լգտի։ Դե հեպտու ես նունից չես տեսնի։ Նայ։ Քսանինը 30%։ Սիրուն են։ Ես է կոկորտ կեքը։ Ես մեկ 28-ով առանք։ Եվրո են, են կողքն է։ Հա։ Գնանք մի հատ շալվարներ նայենք։ 26 եվրո։ Այլ գնանք շալվարներ նայենք։ Լավն է։ Բայց գին ինչ էր։ Գինը այս ոստը։ 70 եվրո։ Տղամարդկան ստաբատները 40 եվրո։ Սրունգույներ են սրանք։ Սրանք ավելի էժան են 26 եվրո։ Հա։ Լե շալվարը պահի նայենք ձևա շուտ։ Ինչքան սիրուն է։ Բայց ինչի չէ։ Բայց սիրուն է շալվարը, չէ։ 26 եվրո։ Մի հատ կարող եք ու ռազմերով վերցնենք։ Մանկական բաճկոնը 26 եվրո։ Րոպե ստեղ մի հատ նայում է։ $20 եվրո 3 հատ իրար հետ շատ սիրուն են, որակները շատ սիրուն։ Գնանք մի հատ փորձենք։ Հակի ես տես սպասում եմ։ Մայքան սիրուն էր, աշուտի ուզած պոլոներից էր, գրպանով։ Մի հատ փորձի տեսնենք հակով է, ես խանութի շորը մեծ են գալիս էլի։ Տեսնենք լավ է, հակով է նոր վերցնենք դուրս գանք։ Շատ մարդ չկա, հանգիստ խանութում։ Բաղնիքի խալաթը 15 եվրո։ Բեյբիների համար։ Ես էլ 15 եվրո։
Այդքան են։ Փոքր տղաների խալաթները 20 եվրո, ինչ լավն է։ Այստեղ Սպայդերման մայքա շորցկի իրար հետ 10 եվրո։ Դուրս գալու ծնգած Աշոտի բաճկոնը այդտեղից էին կարել, եթե հիշում եք, մի քանի շաբաթ առաջ։ Իսկին ուշադիր նայում էր, կարող է հայեր։ Վերջը Աշոտի բաճկոնը այդտեղից էին կարել, դուրս գալու ծնգում էր, կանգնեցին մինչև եկավ աշխատողը, ասում է նայեց բաճկոնը, տեսավ ներսը բան կա կպցրած, ասում է բան, էս պետք է կտրեք, որ ասում է թե չէ ամեն անգամ այսպես զանգը կտա։ Ես չէի նայել ներսի կողմից բան կա, որ պետք է հանվի։ Կհանենք, Աշոտն էլ խառնվել է իրը, չի խառնվել իրար, բայց ասում է նայեք էսի, ասում ես, քանի շաբաթ առաջ եմ առել հագած է։ Ասում է հա ուղղակի պետք է, ասում է կտրեք հանեք։ Սպասում եմ Աշոտը սայլակ վերցնի գա։ Հստակ բան էլ պետք չի, ուղղակի կողք սուպերմարկետ էր, ասեցինք մտենք նայենք ինչ կա, որ կարող է պետք լինի վերցնենք, աղնել գործ եմ գնալու, կարող է հետը ստանելու համար ինչ-որ բան պետք լինի։ Այս մատերը իրարից հեռացնում է, բայց չգիտեմ, այս բան պետք է թե չէ, գերմանական։ Այս էլ որ մոծակները կծեն, բայց ես նես լավ բան ունեմ մոծակների կծելու դեմ։ Գնացինք։ Нет, если наимся, есть танзи мурабая, а есть хапаласи мурабаить. Нет, странниц вершненько. Ha, шотлава ешкум. Шотлав ешкум. Ирхэн гнацик. И ժամանակ Բանից էվիտ կծու կեչուպ կար, ինքան համով էր, հիմա չկա դրանցից։ Սրանք էլ կծու չեն։ Սպանախատ։ Այնք առողջ է։ Ոնց որ թե մի քիչ առողջ է։ Առողջ սումկա մի հատ վերցնեմ։ Չէ, լավն է։ Հեծանևի համար է, հեծանևի կապելու։ Այս ձևից ունենք երկարոտներն են մեզ պետք, բայց բանին էլ ակցիոնի չուզեցի առնել, որովհետև էլի նույն անվորակ բանը պետք է լիներ։ Ահա, այս փոքրիկ տապակը թավան արժի 10 եվրո։ Մինի շատ փոքրիկ սիրուն, այս մեկն էլ քառակուսի 6 եվրո, եթե իհարկե իրա գինն է էլի։ Այս էլ ալյումինում է 20 եվրո։ Ավոկադոն վերցնենք, խնձորի հետ կդնենք հասնի, թե չի շատ չոր է։ Այս ամանի տակ դնելու
Սառացած ապտուղները գտնեմ։ Թարմարնում ենք, բայց սառացնելը միշտ պետք։ Րոպե նայեմ։ Այստեղ բանջարեղենը, դա հատապտուղները որտեղ են։ Հա, երևի այն կողմն է, պաղպաղակների մոտ։ Մի րոպե։ Սրանցից շատ ունեմ, պետք չի։ Այստեղ է երևի հատապտուղների կարծիքով։ Մի րոպե, այս բանջարեղենը։ Այստեղ պետք է լինի։ Րոպե, ելակ չեմ ուզում։ Բացենք նայենք ինչ կա։ Ինչ էլ ոչ ախորժապեր է ելակը։ Րոպե։ Այս մալինա կարելի առնել։ Սառած հաղարջել կուզեի, թարմը վերցի, բայց սառացնել կուզեի։ Եթե ունենային որ սնուսի բան եմ պատրաստում հաղարջը հապալած հաղարջ չէ իրոք այս տակինը ուրիշ գույն այրևում մի հատ նայեմ ես ինչ է չէ չկա մենակ ես կվերցնեմ ոչինչ ճաշ բան տանելու հետը ընդմիջման ճամփորդական սրանցից ունենք ենքան ունենք սենց բաներ բա բիզնես է բա ինչ առանձին կափարիչ որ կարող ես կողմը լինի աշոտ մի հատ նայեմ կամ ջոպե նայեմ այն կափարիչը որ կոտրվել է կարող առանձին լինի եթե չէ թավան պետքա փոխեմ Այս ինչա սենց թխվածքա բլիթներ բաներ թխելու համար ինչ ծանր է չէ չկա գնացինք լավ ինձ էլ բաներ պետք որ թավան փոխեի Այս էսպրեսոյի ապարատ Խանութից մի քանի բան առանք, հիմա նստեցինք, որ շարժվենք, Աշոտն ասեց կարելի էր մի հատ էլ սուպի հավ առնել, ասի դե չի գնայի դե Լարմեսի խանութ կա այստեղ հենց ասում երկու հատ առ մի անգամից, մի անգամ կարելի է ինչ-որ բուլյոն պատրաստել, մի անգամ էլ հարիսա։ Հարիսան ամառը չի ուտվում, քանի ցուրտ է կարելի է հիմա մի անգամ պատրաստել։ Պես սպասում եմ հիմա մտնի դուրս գա, գնանք Սուրճ եմ ուզում մի հատ խմեմ Այսօր ճաշին ինչ էր հայերեն ծնեբեկ եմ պատրաստել կանաչ պատրաստել է որն է թեթև խաշ թեթև որն է շատ մատ խաշա քիչ է տևում էլի մի քանի րոպե խաշել եմ ջուրը թափել եմ հետո նոր վրան աղ եմ ավելացրել սև պղպեղ մի փոքր ձիթապտղի ձետ ու կիտրոնի հյութ լազանիա եմ պատրաստել մի քիչ էլ հետ կաս կխփես ես մեքենային չէ լավ էր բախտները բերեց որ չխփեց մեքենային այդպես ժողովուրդ ջան տոթամի ձև երևի անձրևա գալու մի հատ ջուր խմեմ